մեծ հանձնարարականը գործողության մեջ։ Գիտեք, չէ, Հիսուսը 2 հանձնարարական տվեց։ Մեծ հանձնարարականը տվեց եւ սիրո պատվիրանը տվեց։ 1 պատվիրան տվեց, չէ, սիրո պատվիրանը։ Ճիշտ է, Հիսուսը ասեց, այդ սիրո, այդ 1 սիրո պատճառով, 1 սիրո դրսևորման միջոցով ամբողջ ուխտի, ամբողջ այդ պատվիրանի կատարման process-ը այդ 1 սիրո միջոցով, սիրի քո Տեր Աստծուն, սիրի քո ընկերոջը, քո անձի պես։ Չէ, ամբողջ օրենքը կատարվում է, ճիշտ է, այսպես է, ճիշտ եմ ասում, խնդրում եմ արձագանքեք, հա, հալելույա, ամեն, փառք Տիրոջը, հա, ամեն, փառք Հիսուսին, տեսեք, Տերը մեծ հանձնարարական տվեց, այդ սիրո խոսքը ասեց, սրանից հետո հարգելներս, որ ձեզ ճանաչեն, որ իմ աշակերտներն եք, լավ ջան, ոչինչ, հա, ես շարժվելու եմ, դու իմ հետ կգնաս, ասեց, որպեսի ճանաչեն ձեզ, որ դուք իմ աշակերտներն եք, ձեզ պատվիրան եմ տալիս, սիրեք ձեր Աստծուն, ձեր ամբողջ հոգով, մտքով, սրտով, զորությամբ, դրա միջոցով կտեսնեն, որ դուք ում աշակերտներն եք, իմ աշակերտներն եք, Հիսուսը ասեց, եւ հաջորդ բանը, որ ինքը ասեց, սիրեք ձեր ընկերներին, ձեր շրջապատը, որովհետև մեկը հարցրեց, Տեր, ով է իմ ընկերը, Սամարացու առակը բերեց Հիսուսը, հիշում եք Սամարացու առակը բերեց, Սամարացու առակը բերեց, ասեց, այն ընկած մարդը, որ կար, այդ ընկած մարդը, որ վիրավորված, ձեր շուրջը քանի հատ ընկած մարդիկ կան, լիքը, բազմաթիվ, շատ, հարյուրավորներ ես ձեզ կասեմ, դուք կարող է 3-5-ին տեսակ այսօր նոր հիմա աչքի տակով անցած, կասեմ 50-ից բարձր թվով մարդիկ կան ձեր շուրջը, որ առնաթաթախ ընկած են, եւ ձեր պես քահանա կամ վարդապետի կարիք ունեն, որ անցնի ու ինչ անի, իր այդ պատվիրանի գործողությունը դրսևորի։ Հիմա մենք Տիրոջից ունենք հանձնարարանում, հետ եղել է, որ մատիտ մեջ պատահաբար այն եղունգի տակը կամ ասենք բուջրիկ մեծ, սես փայտի վրով անցկացնում, վայ, փուշ մտավ։ Չի երևում, Չէ, բայց այնպես ցավացնում։ Եղել է ում ձեռքն է մատը փուշ մտել այնպես։ Բոլորինս, չէ, ասում ես այ անշնոր, կամ հելի, կամ մի ճարարա իմանա ոնց անեմ քեզի։ Հայտես գիտեք, մեր կյանքում դիպվածքներ կան, որ մեր մեջ մտել։ Տեսակ տաքությունը ապահովում ենք, 3 ժամը ստեղ ենք։ Հիմա, եկեք հասկանանք։ Տեսեք, մեր Տերը սիրո պատվիրանը տվել է։ Դա չի տվել, գիտեք, որ ես հələ թեմային չեմ անցել, ազնիվ խոսք, ես ուղղակի պատրաստ եմ ձեզ, որ դուք կարողանաք ընդունեք այդ խոսքը։ Տեսեք, մեր Տերը սիրո պատվիրանը տվել է, եթե սիրո պատվիրանը չկատարեք, չկարողանաք հասկանաք, այդ ոնց ես իմ թշնամուն սիրեմ, դու դա սիրելու բան, հա։ Մեր օրհնությունը գիտեք որտեղ է գտնվում։ Իրա վերականգնման մեջ։ Աստված մեզի վարձք է խոսք տվել, երբ որ դուք կարողանաք մարդկանց բարձրացնեք, այ դրա պատճառով քեզ կօրհնեմ։ Տերը պարզ ասել է, աշխատող ճյուղը կմաքրեմ։ Հա, չէ, այդպես է, չէ Աստվածաշունչը ասում։ Աշխատող ճյուղը կմաքրի Տերը։ Հա, բայց Հիսուս նախարես մունդարին ոնց սիրեմ ես ես, հախա շատ վատնա է, հա գիտեմ որ վատնա, գիտեք ինչի է վատը, սատանան իրան միտեղ խապել է, և իրա սրտի մեջ աղբեր է սկսել լցնել, որտև ինքը ստեղծված էր Աստծո պատկերով և Աստծո նմանությամբ, ինքը Աստծո նմանությամբ էր ստեղծված, սատանան իրան լցրեց իրա մեջ վատ խոսքեր, անեծքներ, հայոյա խառնկեցվածք ու այդպես դուք արդեն մնացած ավելի շատ լավ գիտեք ձեր կողքիններին եւ ինքը մարդու կերպարանքից ընկել է ինքը բայց գիտեք իրան փրկելու համար ձեզ իշխանություն է տվել ձեզանից ամեն մեկին իրավունք է տվել հոգևոր աշխարհում առաջինը հոգևոր աշխարհում աղոթքով վերցնել հետո ֆիզիկական աշխարհում գնալ վերցնել ասեք ամեն նորից եմ ասում հոգևոր աշխարհում աղոթքով վերցնել հետո ֆիզիկական աշխարհում գնալ ու վերցնել Հիսուսի անունով Հիսուսի համար հիմա
Մեծ հանձնարարականը մեզ է տրված, հարգելիներս, հարկավոր է հայտնություն ունենալ, ճանաչել ճշմարտությունը։ Ուրեմն ես այսօր հիմա Աստվածաշնչից ճշմարտության խոսքեր եմ բերելու ձեզ, որ ես այսօր, որ այստեղ եմ, Պողոս առաքյալը հիշում եք Առաջի Կորինթացիների 14-րդ գլխում այսպիսի բան ասում, Առաջի Կորինթացիներ 14-րդ 6 խոսքը։ Բայց հիմա եղբայրներ, եթե ես ձեզ մոտ գամ եւ լեզուներով խոսեմ, ինչ օգուտ կտամ ձեզ։ Եթե ես հիմա մենակ կանգնեմ, այստեղ լեզուներով խոսամ, ինչ որ բան չեք իման, չեք հասկանա իմ խոսվածքից, ճիշտ է։ Նույնը ես եմ հիմա ձեզ ասում։ Եթե չխոսեմ ձեզ հետ կամ հայտնությունով, կամ գիտությունով, կամ մարգարեությունով, կամ վարդապետությունով։ Այս 4 ուղղություններից մի բան եմ ես այսօր ձեզ փոխանցելու։ Այդ 4-ից ես հիմա փոխանցում եմ ձեզ հայտնություն ձեր իրավունքի մասին։ Հիշում եք մեր չարի վերջի պատմությունը, Հովհաննես Թումանյան։ Մեզ հարազատ մարդ է այս տարածքներում։ Հիշում եք, Հովհաննես Թումանյանը հրաշալի բան է գրել, որ կուկուն նստած լացում էր, որովհետև աղվեսը գալիս էր ժամանակ առ ժամանակ, ասում էր. «Այ կուկու, էս ինչ քեֆ ուրախության մեջ ես, հələ ձագուկիդ ինձ տուր»։ Ու չիմանալով իր իրավունքները, ձագուկին տալիս էր։ Երկրորդին էլ տվեց։ Երրորդին ագրավը եկավ, ասեց. «Սուտ ասանա աղվեսը, չունի կացին, նա խաբեբայ է»։ Եվ նրան զորություն տվեց, խոսք փոխանցեց, ագրավը ոչ մի բան չտվեց։ Այսօր ես ձեզ ոչ մի ֆիզիկական բան չունեմ, որ փոխանցելու եմ։ Ես ձեզ Աստծո հոգու մեջ, Տիրոջ հոգու ներկայության մեջ, Տիրոջ խոսքն եմ փոխանցելու ձեր սրտի մեջ։ Եվ այդ խոսքը, երբ որ դուք կվերցնեք ու կգնաք գործի մեջ կդնեք, կտեսնեք պտուղը Հիսուսի անունով։ Ամեն, ամեն։ Հիմա շարունակեմ, փորձեմ առաջ գնալ։ Ինչքան հնարավոր է մի քիչ հպանցիկ եմ անցնելու, ուրեմն այսպես, Առաջի Կորինթացիներ 3-րդ գլուխ 9-րդ խոսք, որովհետև մենք Աստծո գործակիցներն ենք, դուք Աստծո մշակությունն եք, Աստծո շինվածքն եք։ Հիմա, քանի որ այստեղ հավաքված է ծառայողական թիմը, հարգելիներս, ես ձեզ ուզում եմ հարց տամ, դուք այս նույն արտահայտությունը դուք կարաք ասեք այն տարածքների համար, որի վրա դուք աշխատում եք, այն մարդու կյանքում։ Օրինակ, այս արտահայտությունը, որովհետև մենք Աստծո գործակիցներն ենք, դուք Աստծո մշակությունն եք։ Առաջի Կորինթացիներ 3-րդ գլուխ 9-րդ խոսք։ Ով ունի Աստվածաշունչ, ով ունի հեռախոս, որը ունի Աստվածաշունչ, կարդա։ Էլեն ջան, դու բարձր կարդա, որ լսենք բոլորս։ Առաջի Կորինթացիներ 3-րդ գլուխ 9-րդ խոսք։ Բարձր։ Հիմա, որ դուք գնում եք մի տեղ, մարդը ընկած է փոսերի, խառնաշփոթության մեջ, կարաք ասեք դուք Աստծո մշակությունն եք, մենք Աստծո գործակիցներն ենք։ Կարանք ասենք այսպես։ Փաստորեն Աստված ձեզի մի լիքը գործ ա տվել չեք անում։ Փաստորեն։ Ասեմ, հա, պատասխանում եմ ձեր հարցին։ Ասում եմ, այս եկեղեցին ես միշտ հրայր եղբորը ինչ եմ ասում։ Ասում եմ, շնորհակալություն Տիրոջը, շնորհակալություն ձեզ, Փառք Հիսուսին, շնորհակալություն նորից ձեզ, որ դուք մինչ օրս ինչ որ արել եք։ Փառք Հիսուսի։ Հիմա տեսեք, այսինքն մենք Աստծո մշակությունն ենք։ Սա կարող է ասել նաև բոլոր մեզանից ամեն մեկը, ճիշտ է։ Հիմա անդրադառնամ այն կոնֆերանսներին, այն տես ամպագորգոր, ասեն ծառայողներ են գալիս, մի քանի օր առաջ տոնան Արտուրներ, ճիշտ է մեզ մոտ ծառայում էստեղ։ Երեգեր, հա, երեգեր, Փառք Տիրոջ, հա, տեսեք, հա, ես մտքում, թեր չէ, իմ երեք տոնան Արտուրը ծառայեց։ Եվ շատ լավ մարգարեական խոսքեր ասվեց, հա, հրաշալի, հա, ինչ Փառք Հիսուս, լավ այս մարդը գալիս է խոսում, գնում է։ Այլի հովի ջան, էլ երբ է մարդ գալու։ Ու այսպես, դուք եք այդ Աստծո մարդիկը։ Դուք եք այդ Աստծո մարդիկը։ Տերը ձեր վրա է իր հույսը դրել։ Իր գործը, մենք նախորդ անգամ հիշում եք, ասեցի, մենք քերիներն ենք։
Ասել եմ, ով է հիշում այդ քերրի պատմությունը, հա։ Մենք քերիներն ենք։ Քերին գալիս է խորոված է մի սարմա, գալիս է քրոջ տուն, ասում է, երեխեքին կանչի, փեսին ձենա տալի, մի քիչ արդեն դե խորովածի մի սա բերե, չէ։ Փեսին ասում է, երեխեքին ասա թողան, փեդը բերեք, ու տենց խորոված են անում ու գնաց քերին։ Բայց papan գիտի, ձմեռվա կուրտկեն փոքրացել է, նոր դպրոցը երեխեն սումկեն, այս սումկեն չի հավանում, նոր սումկա է ուզում։ Կոշիկը փոքրացել է, սխմում է բութը, ճիշտ է։ Հա, երեխեն գիտի, մեկը papan գիտի։ Այ papan հովություն անող այն հովիվն է, որ ձեր հիմա վրա կարգված է, փառք Տիրոջ է իր համար։ Ամեն։ Բայց հրա եղբոր հետ նախորդ անգամ խոսում էինք, մի հրաշալի բան հիշացրեց ինձ, ասեց, բայց հետաքրքիրը նա է, որ հովիվները չեն էլի ծնում գառնուկներ, ոչխարներն են գառնուկներ ծնում։ Ասի հա ճիշտ է ասում։ Տիրոջ հայտնությունը եւ այն համարձակության քաջությունը, որ մեր վրա կգա եւ մենք կգործենք Տիրոջ խոսքով, ուրեմն Մատթեոս 24-րդ գլուխ 44-45 խոսք։ Սրա համար դուք էլ միշտ պատրաստ կացեք, հարգելներս, միշտ պատրաստ կացեք, որ այն ժամին, որ դուք չեք կարծում մարդի որդին կգա, ուրեմն ով է այն հավատարիմ եւ իմաստուն ծառան, որին Տերը նրան իր ծառաների վրա դրեց, որ նրանց կերակուրը տա ժամանակին։ Հիմա տեսեք, Աստծո ժողովուրդ կարող են դառնալ ձեր տարածաշրջանի ամեն մեկը, բայց կերակրող չկա, իրանց հասնող չկա, իրանց մխտորես ենք, վրից են սպիրտի հոտա գալի շարի մեջ են, սրա կողքն է կանգնենք, ասեն իր անգերն է, խայտարակ եղանք մնացք։ Ու այնքան այդպես հիմար մտքեր սատանան բերում է մեր վրա, ու որպեսզի մենք քայլ չանենք մարդկանց փրկելու համար, որտեվ բանը այնպես բամբասկոտ են, այնքան բաներ են ասել, խոսացե։ Գիտեք մեզ ինչա պետք որ մենք կարողանանք իրանց հետ խոսանք, Աստծո Սուրբ Հոգու պարգևների դրսևորումը։ Որովհետև Աստծո Հոգին գիտի իրան, ես չգիտեմ իրան։ Ես մի բան գիտեմ, ինձ պատվիրան տվողը ասել է գնա իրան հասի։ Ես իր հրամանը կատարում եմ, քայլում եմ, համարձակությամբ քայլում եմ, գնում եմ դեպի իրան, գնաց հետո երբ որ դու հասնում ես մարդուն ու սկսում է քո սիրտը ցավալ իր համար, որ ինքը տեսնում ես իրան, որ իրան պիտի փրկելու առիթը դեր ինչ խոսամ, տրվում է քեզի խոսքը։ Տրվում է հարգելիս, վստահաբար եմ ասում։ Հիմա մենք փրկված ենք։ Սիրում եմ, էլի ես լրությունը շատ եմ։ Խնդրում եմ, մի րոպե, մտածված պատասխանեք, շարի մեջ չընկնենք։ Այդպես այնքան շատ համարձակ եք ասում։ Մենք փրկված ենք։ Դուք փրկված եք, ում հարցնեմ։ Կոլյա ջան, դու փրկված ես։ Այս լավ ամեն էր կամած սիրուն շատ լավն է։ Այո, մենք փրկված ենք հարգելներս։ Հիսուսի արյունը մեզ գնել է մեղքից, անեծքից։ Մենք փրկված ենք, այո։ Մեր փրկությունը կախված չէ ինչ որ մեկի օրինակին հետևելուց, ոչ ինձանից, ոչ եկեղեցու անդամակցելուց։ Դրանից չի կախված։ Ձեր եկեղեցի գալուց չի կախված ձեր փրկությունը։ Հիսուսը արդեն գնել է ձեզ։ Կամ հովիվի խոսքից, իմ խոսքից, ոչ մի բանից, ոչ մի անձի հետևելուց, Հիսուսի մեզ համար մահանալուց է կախված մեր մեղքերը իր վրա վերցնելուց, բայց նա արդեն կատարել է, եւ մեզ դրել է այս տան մեջ, որ պտուղ բերենք, հարգելներս։ Մենք չպետք է պարծենանք պտուղներով, օրինակ ես սիրում եմ Հովվա Արտուր Սիմոնյանը մի անգամ հրաշալի բան ասաց, եթե դու գնաս քո գյուղը եւ այնտեղ մեռել տանելուց լինեն, թաղելուց լինեն ու դու աղոթես իր համար, ինքը հարություն առնի։ Ինչ կանես։ Դե մտածում ես, կեթաս, քո տարածքը կասես, մեռել եմ հարություն տվե, չէ՞։ Չէ՞, կասենք թե չենք ասենք։ Դե բա կասենք, կարքին կասենք, չէ՞ որ մեր պատիվ տան մեր առաջ սեղան գցեն կարքին, չէ՞, ասես շուխուր կանենք, այսպես բարձրաձայնենք, չէ՞, կաղաղակենք։ Գիտեք ինչ ասեց Հովվա Արտուր Սիմոնյանը, ասես, լավ, եթե դու կարողանաս որ լուռ ու մունջ գնաս նորից տեսնես քո տնային խմբակը, Տերը քեզի հաջորդ մեռելի մոտ կտանի։
որտեվ փրկողը հարություն տվողը ինքն է։ Այո, ամեն։ Դա համար մեր մտածելակերպը պիտի նորոգենք։ Մեր մտածելակերպը։ Հարգելիներս, ուրեմն, հիմա ես ուզում եմ մի քիչ կամաց խառը բաներից խոսամ։ Աստծո հետ, տեսեք, Աստծո հետ համագործակցելու համար հաստատ ներքին վստահություն ու համոզմունք է հարկավոր։ Որովհետև մենք եթե մենք համոզվածություն չունենանք, փրկված լինելու համար, որ հարցրեցի, փրկությունը պարտադիր է, շատ լավ է, դոգմատիկ, ոնց որ դոգմատիկ ասեմ, այդ բառը ճիշտ չի հնչում, բայց այդպես օգտագործեմ։ Կարող է արտահայտությունը հնչի այդպես, որ եկեղեցում ծառայությունների ժամանակ կամ YouTube-ում, մյուս տեղերում լսում ենք, այո, Հիսուսի անունով փրկված ենք, բայց մեր ներսում մեզ մի հատ այնպես դատապարտություն ունենք, որ դու մեզի մենք որ նայում ենք, դու դժոխքնել ենք մեզի շատ համարում։ Հենց ինքներս մեզ։ Մենք մեզ այնքան մեղավոր ենք զգում, կամ մենք ոչ թե մենք ենք մեզ մեղավոր զգում, այլ մեր արարքը մեր հետ խոսում է եւ մեզ թեվաթափ անում ինքը։ Եվ մենք էլ ինչ մնաց մի հատ էլ գնանք այն աշխարհիկին ավետարան քարոզենք։ Հա, թանչե փրթած մածուն։ Ուր էր մեզի այդքան համարցակություն։ Իմ հետ եղել է տես բաներ, ձեր հետ եղել է։ Որ մի հատ էլ մտածում ես դու մեկն ելնի քո համար աղոթի, դու իր համար ես աղոթ։ Կամ քո համար մեկը ելնի, որ քո այդ իրավիճակից դուրս գաս, թե չէ Աստված հա, քեզ ես օգտագործելու, հա։ Այդ գաղտնիք ասեմ, ոչ մեկին չասեք, հա օգտագործում Աստված։ Հենց այդպես, քո հենց այդպես, այ լավ ծիծաղեր, սիրուներ։ Հենց այդպես, քո որ դու քեզ անպիտան ես զգում, մեռնեմ, երբ մեռնեմ, պրծնեմ, Տեր, տար ինձ, տար, ասում լավ գալուց առաջ մի հատ գնա իր համար էլ աղոթի, նոր կտանեմ։ Մեկ աղոթում ես, տենում ես հրաշքեղով, ասում ես, չէ, Տեր, հլը մի տար, հիմա չէ։ Մեկի հասկանում ես, որ Տերը գործում, շարժվում Աստված։ Հիմա փորձեմ ուրիշ տեղ գնանք։ Եթե մարդկանց չտրվի Աստծուց գործածվելու հնարավորությունը, նրանք կկորցնեն նրան ծառայելու իրենց եռանդն ու խանդավառությունը։ Հիմա դուք պիտի հասկանաք, որ սա Աստծուց է ձեզ տրված։ Սա մարդիկ չեն հորինել սա։ Սա Տիրոջից է ձեզ փոխանցված, որ Աստված քեզ տեսնում է իրեն գործակից։ Եղբայր ջան, դու իմ դառներս շատ գիտես, այնքան լավ ես սիրուն դասավորում ես, այնքան հեշտ ես ասում։ Մի քիչ ուրիշ տեղերից վկայություններ վերեմ։ Մի քանի բան պատմել եմ ես ձեզ իմ կյանքից վկայություններ, բայց մի քանի բան պատմեմ։ Ուրեմն մի հարազատ ունենք, եկավ մեր տուն, խոսեց ու մեր նյութը ոչ ստանդարտային խոսակցություն է, կոնֆլիկտային է, բայց խոսեցինք, վсё հաջողություն թողեց գնաց։ Մեկի ասում եմ, Գայան, բայց չաղոթեցինք այս երեխու համար։ Ասի զանգի կանչի հետ, գնացել էր։ Ինքն է մեքենայով, աղջիկ մեքենայով գնաց։ Զանգեց, ասեց Անդոն ասում է արի հետ, որ աղոթենք քո համար, հենց սենց ուղիղ։ Հետ եկավ ինքը։ Հետ եկավ, ես սկսեցի իր հետ խոսել արդեն ավետարանի կողմից։ Աղոթեցի, թողեց գնաց։ Հաջորդ օրը պատմում է, ասում է, որ դու խոսում էիր իմ հետ։ Իմ ներսում, սենց ոնց որ կռիվ տար մի բան, խառնաշփոթություն իմ ներսում։ Ուզում էի ես ասեի, ինչ խոսում ես, ինչեր է խոսում։ Ասում է, բայց որ դու օծեցինք, չէ՞ այդ օրը կարծեմ, հա, յուղով օծեցի եւ աղոթեցի իր համար։ Ինքը մի նկար է ուղարկել, նկարել էր, ասում է, ես տեսա 4 թե 6 գլուխ, սենց խառնաշփոթ, սենց մարմին, որ սենց նկարին նայում ես, սարսափում ես, ասում ես, Հիսուս ջան, որ իմանայի, երևի չաղոթեի։
Բայց գիտեք ոնց։ Միամիտ, մեկ է միտքես, քո միտքը պիտի Աստծո համար բաց դաշտ լինի։ Բաց։ Տերը երբ ուզի գասի, որդիս, դու էլ ասես, ահա հայր ես։ Որտեվ դու ուզում ես, չէ՞ որ դու երբ կանչես, հայր ինք ասի, հա որդիս, լսում եմ քեզ։ Դուք ուզում եք այդպես լինի ձեր ու Աստծո հարաբերությունը։ Բայց ինքն էլ ուզում է որ քո հետ այդպես լինի։ Գիտեք Անանիա անունով մի հատ այդպիսի ծառա ուներ Աստված։ Պողոսը գնում էր ու հալածում էր։ Տեսեք, Աստված քո համարձակությունն է սպասում, որ իր վրա վստահաբար վստահություն ունենաս ու քայլեր ձեռնարկես։ Բայց ես մի բան պիտի ասեմ, եթե դուք իր խոսքը չիմացաք, սատանան ձեզ կխաբի։ Դուք պիտի իր խոսքը շատ լավ, վարժ եւ ընդօրինակելի իմանաք։ Եթե չիմանաք, սատանան շատ հեշտությամբ ձեզ խաբելու է։ Տեսեք, մենք պետք է պարծենանք մեր Աստծով։ Մենք պիտի պարծենանք միայն մեր Աստծով։ Երեմիա 9-րդ գլուխ 23-24 խոսքերը։ Երեմիա 9-րդ գլուխ 23-24 խոսքերը։ Այսպես է ասում Տերը, իմաստունն իր իմաստությամբ թող չպարծենա, եւ զորավորն էլ իր զորությամբ չպարծենա, հարուստն իր հարստությամբ չպարծենա, այլ պարծեցողը թող պարծենա նրանով, որ հասկանում ու ճանաչում է ինձ, որ ես եմ Տերը, որ երկրի վրա ողորմություն, իրավունք ու արդարություն եմ անում, որ սրանք են հաճելի ինձ, ասում է Տերը։ Այո։ Տեսեք, Աստծո գործելաձևը ողորմություն, իրավունք եւ արդարություն։ Աստծո գործելաձևը։ Հիմա տեսեք, երբ որ մենք սկսում ենք ինչ որ բաներ անել Աստծո տան մեջ եւ սկսում է Աստծո հոգին գործել, մենք մտածում ենք մեր զորությունով եղավ։ Ու գնում ենք Աստծո փառքից։ Երբ որ մենք սկսում ենք ինչ որ բանել անել, մտածում ենք, ինչ ճիշտ է, ճիշտ խոսեցի։ Հենց հիմա ես կարամ հիմա պարծենամ Տիրոջով, հենց ես պարծենալ Տիրոջով, մեր վրա օրինակ բերել, այս քանի օրերի ընթացքում մենք առիթներ ենք ունեցել, որ Աստված օգտագործել է ինձ նեղ ձեր հովին անձնական խոսք փոխանցել եմ եւ առիթ եղավ մի քանի օր հետո Տոնոյան Արտուրը եկավ մեր Ձեր հովիվը շատ անկեղծությունից, սիրուց ուզում էր փոխհարաբերության ժամանակ կիսվեր։ Ես կանգնացրեցի իրան։ Ճիշտ եմ ասում ով ջան։ Ասեցի երբեք։ Դա քո Աստծո հարաբերությունն է, իսկ ես ծառան եմ Աստծո։ Ես ասել եմ, մոռացել եմ։ Էդի այնպես չի ես խելացի եմ, ես տեսել եմ այդ հարցը Եվ ես այդ հարցը այնքան խելացի իմաստուն եմ, այդ հարցի մասով լուծում ասեցի քեզ, եւ դու իմացար ինչ ես անելու արդեն։ Ոչ, ուղղակի Աստված վերցրեց ինձ, ես իր հոգով լցված եմ, չէ, այդպես ենք չի ասում։ Իր իմաստությունը իմ վրա է, չէ։ Իմ աչքերի մեջ խոսք տվեց, ցույց տվեց իր խնդիրը, ասեցի եւ վերջ, Աստծուց ինքը խոսք ստացավ։ Ստեղ Անդրանիկը ինչ կապ ունի։ Այո, ամեն, այո, բացարձակ ամեն։ Հիմա մենք պիտի պատրաստ լինենք, ես սա ինչի օրինակ բերեցի, մենք պիտի պատրաստ լինենք, որ երբ որ գնում ենք ծառայելու մեռելների վրա, թույլ տանք, որ Աստված փառավորվի, որ Տերը հաջորդ մեռելին տանի, որովհետև մեզ պետք է անել մոռանալ, գործել մոռանալ, որ Տերը հաջորդ մեռելի մոտ տանի քեզ։ Ուրեմն մենք հասկանում ենք, մենք ճանաչում ենք, թե Աստվածատերը, այդպես ասում Տիրոջ խոսքը 23-24-ի մեջ։ Ճանաչում ենք երկրի վրա նրա ճանապարհները եւ գործելաձևը, որոնք են դրանք ողորմություն, իրավունք եւ արդարություն։ Մենք մարդկանց որ նայենք, պիտի տեսնենք Աստծո ողորմությունը, այ իր համար։ Ինքը հայոյող մի տղամարդ է օրինակ, կամ բամբասող մի կին է։
Աստծո ողորմությունը, որ կողմից մտնեմ, որ ինչպես խոսեմ, որ Աստծո ողորմությունը հանգչի իր վրա։ Ոնց խոսքը բերեմ իրան, որ Աստծո իմաստությունը այնպես դրսևորվի, որ արդարությունը, Աստծո արդարությունը իրան կարողանամ ասեմ, որ ինքը իր արդարությունով է պարծենում, որ ես կարողանամ իրան սրտին հասցնեմ աստվածային արդարացման ճանապարհը իրան տամ։ Սա իմաստությունը Աստծուց պետք մեզ ուզել խնդրել Տիրոջից։ Իսկ Հակոբոսի 1:5-ը ասում է, եթե դուք իմաստություն չունեք մարդկանց հետ վերցնելու, դնելու, տալու Տիրոջ խոսքը, խնդրեք ինձանից, ես կտամ ձեզ։ Ու չեմ նախատի, որ չգիտեիք։ Ես կտամ ձեզ։ Հետաքրքիր բանից ենք, չէ՞ խոսում այսօր։ Սրտից սիրտ ենք, չէ՞ խոսում, կարծեմ։ Փառք ես Տեր, փառք ես Արքա։ Որովհետև Երեմիա 29:12-13, եթե կարելի է կարդաս։ Դուք կկանչեք ինձ եւ կգաք ու կաղոթեք ինձ, եւ ես կլսեմ ձեզ։ Դուք կփնտրեք ինձ ու կգտնեք, երբ ինձ ձեր ամբողջ սրտով կորոնեք։ Հիմա մեր առաջ շատ մարդիկ կան, որ իրանք մոլորված են, բայց իրանց հարցով մենք պետք է Աստծո առաջ գնալ, սովորենք, առաջինը սովորենք, որովհետև այդ հարցով Աստծուն պիտի դիմենք, Տեր, իսկ դու ինչ ես ասում, որովհետև մեր աչքը ուրիշ գնահատական է տալիս իրան, բայց Աստծո աչքը ուրիշ գնահատական է տալիս իրան։ Աստված ուզում է բոլորը լինեն փրկված, այդպես ասում Աստվածաշունչը։ Ամեն, ամեն, ամեն։ Հիշում եք, որ ձայնի դեցիբելը, որ ասեցի, այդ ձայնի հնչողությունը, մեր չափը, մեր մարդկային իմաստությունը 16 դեցիբել է իմաստությունը հասկանում։ Աստծո իմաստությունը շատ ավելի խորից մենք զգում ենք իրան։ Մենք պիտի բաց լինենք, որ Աստված իր իմաստությունը տա մեզ, որ մենք իր ժողովրդին փրկելու համար իմաստություն ստանանք եւ գործենք։ Այժմ հարկ եմ համարում հստակեցնել, որ Աստված մարդկանց շնորհել է բնական իմաստություն, որը բարի է, այն ինչ որ մարդկային իմաստություն մենք ունենք, օրինակ, երեխան մի բան անում, չէ, ասում ես, այտենց մի արա, այսպես արա, դա աստվածային իմաստությունը չի, դա մարդկային իմաստությունն է, որտեղ մարդու ցեղին տրված է իմաստություն, շնորհք, դա մարդկային իմաստությունն է, որը բարի է, օրինակ, փորձառության հիման վրա տրամաբանելու եւ սովորելու, հասկանալու, իրավիճակներին հարմարվելու, ինչպես նաեւ մեր գիտելիքին համապատասխան ընտրություն կատարելու կարողությունն է սա։ Այդ իմաստությունը սահմանափակ է, հարգելներս։ Սահմանափակ է, դա աստվածայինը չի։ Դա մարդկայինն է, դա նորմալ մարդու համար իմաստություն է։ Կա աստվածային իմաստություն։ Եվ կան ձեր շուրջը լիքը մարդիկ, որ քո կարիքը ունեն, եւ քեզ աստվածային իմաստություն է պետք, որ դու կարողանաս իրան հասնելու համար իմաստուն ձև խնդրել Տիրոջից եւ որ կարողանաս հասնես իրանց։ Ասեք ամեն։ Շատ կարևոր բաներ ենք խոսում հիմա մենք։ Հիմա Երևանի կյանքիխոս եկեղեցին ուներ առավոտյան աղոթքներ։ Առավոտյան 7:30-ից մինչև 10:30 աղոթքներ էր ընթանում։ Համարյա թե մեծամասամբ ես մասնակցում էի։ Հնարավոր ժամանակ ես մասնակցում էի։ Մի օր սրտումս բարձրացավ Գործ Կառաքելոց, խնդրում եմ կարդաս, Գործ Կառաքելոց 4-րդ գլուխ 29-ից 33 խոսքերը։ Եվ այժմ Տեր, նայիր նրանց սպառնալիքներին եւ քո ծառաներին ամենայն համարձակությամբ քո խոսքը խոսել տուր, որ քո ձեռքը մեկնես բժշկության համար եւ նշաններ ու հրաշքներ լինեն քո Սուրբ Որդի Հիսուսի անունով։ Եվ այժմ Տեր, նայիր նրանց սպառնալիքներին եւ քո ծառաներին ամենայն համարձակությամբ քո խոսքը խոսել տուր, որ քո ձեռքը մեկնես բժշկության համար եւ նշաններ ու հրաշքներ լինեն քո Սուրբ Որդի Հիսուսի անունով։ Ես վերցրեցի այս խոսքը եւ գնացի առավոտյան աղոթքի։ Ասի Տեր, խնդրում եմ քեզ, թող իմ կյանքում էլ այսպես լինի։ Եվ սկսեցի լեզուներով աղոթք։
3 ժամ է տևում աղոթքը այնտեղ, 2 ժամ ինտենսիվ աղոթքի մեջ էի, միտքս լուսավորվեց Կողոսացիների 4-րդ գլուխ 2-ից 6-րդ խոսքեր։ Կողոսացիներ 4-րդ գլուխ 2-ից 6 խոսք։ Փորձեցի կարդամ, խնդրում եմ կարդամ։ Մշտապես աղոթեք ու գոհունակությամբ արթուն նրա մեջ։ Մեզ համար էլ աղոթք արեք, որպեսզի Աստված բացի մեզ խոսքի դուռը, Քրիստոսի խորհուրդը հայտնելու, որի համար էլ կապված եմ, որպեսզի հայտնեմ այն խոսելով, ինչպես արժան է։ Ոչ քրիստոնյաների հետ իմաստությամբ վարվեք, առիթն օգտագործելով։ Ձեր խոսքը միշտ թող շնորհով, ինչպես աղով համենված լինի, որպեսզի գիտենաք, թե ինչպես է արժան ձեզնից յուրաքանչյուրին պատասխանել։ Հիմա երկրորդ խոսքը։ Մենակ երկրորդը կարդա։ Այո, 4-րդ գլուխ երկրորդ խոսքը, երրորդը չկարդաս։ Մշտապես աղոթեք ու գոհունակությամբ արթուն կացեք նրա մեջ։ Մենք այստեղ տեսնում ենք Պողոս առաքյալը Կորինթացիների եկեղեցին, ես այս խոսքը որ ստացա, շիվարը նստել էի, կարդացի, այս երկու աշխերս իրար կապավ, ասում եմ, Տեր ջան, բայց չեմ հասկանում, ինձ բացատրի, խնդրում եմ քեզ։ Երբ որ ես Տիրոջը խնդրեցի, որ ինձ բացատրի, Սուրբ Հոգին բացատրեց։ Հիմա եկեք առաջ քայլելով ես ձեզ բացեմ, թե Տերը ինչ է ասել այս խոսքում ինձ։ Խնդրում եմ նորից կարդա։ Համբերությամբ։ Երկրորդ խոսքը, մենակ երկրորդ խոսքը։ Մշտապես աղոթեք ու գոհունակությամբ արթուն կացեք նրա մեջ։ Պողոս առաքյալը Կողոսացիների եկեղեցուն աղոթել է սովորացնում։ Ճիշտ է։ Փաստա չէ, դա չէ նշանակում։ Մշտապես քո ուշադրությունը իմ վրա էս պահում։ Գոհունակությամբ արթուն կացեք նրա մեջ։ Ես այստեղ հասկացա, որ մշտապես աղոթք արեք եւ աղոթքի մեջ գոհություն ունեցեք։ Գոհունակության որակ ունեցեք աղոթքի մեջ։ Մշտապես միևնույնն է, մենք աղոթքի մեջ ենք, չէ՞։ Այդպես է թե չէ։ Շատերս ասում ենք, «Վայ, եղբայր ջան, ես աման լվալուցել եմ աղոթում»։ Ինչես խոսում ես հավես, ասես լվում եմ, լա, հայ, ուտես լվում եմ։ Անենց հեշտ եմ լվում, չես պատկերացնի, շատ հեշտ ասես, լվալուց, չէ, էդի օ ինչի, էդի հաշիվ չի աշխատում։ Պողոս առաքյալը աղոթելու սկիզբ է դնում ստեղ, ճիշտ է։ Այսինքն, ասում աղոթքի մեջ գոհության սիրտ ունեցեք, ճիշտ է։ Ոնց որ Թեսաղոնիկեցիների մեջ աղոթքով, աղաչանքով, խնդրվածքով ձեր հարցը Աստծուն հայտնի արեք, այսպես է հնչում, ճիշտ է։ Գոհություն, աղաչանք, աղոթք, խնդրվածք Տիրոջը հայտնի արեք, ճիշտ է։ Պողոս առաքյալը այսպիսի հարց է բարձրացնում։ Այսինքն շեշտը դնում է այսպես, աղոթում եմ, երբ որ մենք սկսենք այս խոսքը վերցնենք, որ ուզենանք աղոթենք, աղոթում եմ, գոհություն եմ հայտնում Աստված քեզ ամեն բանի համար։ Այդպես է, ճիշտ է գալի Հովիվ ջան։ Երրորդ խոսքը խնդրում եմ։ Մեզ համար էլ աղոթք արեք, որպեսզի Աստված բացի մեզ խոսքի դուռը, Քրիստոսի խորհուրդը հայտնելու, որի համար էլ կապված եմ։ Հիմա եկեք հասկանանք, Պողոս առաքյալը հիմա կարիք կա այդ եղբոր համար աղոթենք։ Այս լավն է։ Կա, եղբոր ջան, հիմա չէ։ Հիմա կարիք կա Պողոս առաքյալի համար աղոթելու։ Կարիք կա, խնդրում եմ արձագանք, ժամը գնաց։ Հիմա կարիք չկա, ճիշտ է։ Պողոս առաքյալի համար կարիք չկա աղոթել։ Հիմա խնդրում եմ, կարդա։ Նորից, երրորդ խոսքը։ Մեզ համար էլ աղոթք արեք, որպեսզի Աստված բացի մեզ խոսքի դուռը, Քրիստոսի խորհուրդը հայտնելու, որի համար էլ կապված եմ։ Այսինքն մենք հասկանում ենք այստեղ ինչ որ մի հետաքրքիր բան։ Պողոս առաքյալը հիմք է դնում աղոթք սովորեցնելու, ճիշտ է։ Աղոթք սովորեցնելու հիմք է դնում, ասում է աղոթքի մեջ երբ որ մտնելու լինեք, գոհության սիրտ ունեցեք։ Գոհացող եղեք, ճիշտ է։ Հետո զուգահեռ միանգամից հետը մտցնում է կարծիք, ասում է, այտես որ սկսեք աղոթքներ անել, մեր համար էլ կաղոթեք այդ նույն բաները։ Այսինքն հիմա եկեք այդ մեր համարը հանենք, Պողոս եղբորը հանում ենք մեջտեղից, հա? Հանում ենք, չէ՞։ Համաձայն եք հանում ենք։ Հիմա տեսնենք ինչ է ասում ինքը, իսկ ինչ էր սովորացնում։ Երրորդը ասում է, եւ մեզ համար էլ աղոթք արեք, որ Աստված բանա մեզ համար խոսքի դուռը, խոսելու համար։ Մեր համար աղոթք արեք, որ Աստված բանա մեզ համար, այս մեզ համարը հանում ենք,
թողնում ենք, աղոթք արեք, որ Աստված բացի խոսքի դուռը։ Աղոթք արեք, որ Աստված բացի խոսքի դուռը։ Ճիշտ է Հովիվ ջան, այդպես է գալիս։ Այսինքն, ես հիմա ձևակերպել եմ, արդեն իմ մոտ գրված է։ Տերը այսպես է ինձ թելադրել, ես գրել եմ. աղոթում եմ, գոհություն եմ հայտնում Աստծուն ամեն բանի համար։ Սա երկրորդ խոսքը։ Երրորդ խոսքը. աղոթում եմ, որպեսզի Աստված խոսքը քարոզելու լայն պատեհություն տա, դուռը բացի, շատ լավն էր, շատ ճիշտ էր, ինձ համար, որ կարենամ պարզել, բացատրել մարդկանց Քրիստոսի ծածուկ ծրագիրը։ Հələ կարդա երրորդ խոսքը։ Մեզ համար էլ աղոթք արեք, որպեսզի Աստված բացի մեզ խոսքի դուռը, Քրիստոսի խորհուրդը հայտնելու, որի համար էլ կապված եմ։ Ուրիշ թարգմանության մեջ ասվում է Քրիստոսի ծածուկ ծրագիրը։ Այսինքն, աղոթում եմ, գոհություն եմ հայտնում քեզ Հայր Աստված ամեն բանի համար։ Եվ հիմա աղոթում եմ, որպեսզի Աստված մեր Տեր քո խոսքը քարոզելու պատեհություն տաս ինձ, մեզ չէ։ Որ երբ որ մեզ ենք չէ աղոթում, գիտեք ինչ ալնում, սենց, դե ջան, քույրիկին, այ ես քույրիկին, այ եղբորը, այ իրան, ինձ չէ, ես զբաղված եմ, դե ջան զբաղված եմ, ես պարապ չեմ ես, ինձ, Տեր ինձ, իմ համար, ես, ինձ, հեսա գալիս ենք բարեխոսության, գալիս ենք, հիմա նորից, երկրորդից երրորդն ենք գալիս, ես եմ կարդում, աղոթում եմ, գոհություն եմ հայտնում Աստծուն ամեն բանի համար, աղոթում եմ, որպեսզի Աստված իր խոսքը քարոզելու լայն պատեհություն տա ինձ համար, բացի դուռը խոսքի կարենամ պարզել, բացատրել մարդկանց Քրիստոսի ծածուկ ծրագիրը։ Երրորդ խոսքը կարելի է կարդաս։ Մեզ համար էլ աղոթք արեք, որպեսզի Աստված բացի մեզ խոսքի դուռը, Քրիստոսի խորհուրդը հայտնելու, որի համար էլ կապված եմ։ Ճիշտ է, չէ՞, սա չէ դուրս գալիս։ Ճիշտ է, Հովիվ ջան, ճիշտ է։ Չորրորդ խոսքը խնդրում եմ կարդաս։ Որպեսզի հայտնեմ այն խոսելով ինչպես արժան է։ Որ հայտնեմ նրան ինչպես ինձ արժան է խոսել։ Տեսեք ոնց է իմ մյուս թարգմանության մեջ ասվում։ Աղոթում եմ, որ կարենամ, ինչպես ինձ արժան է ամեն մեկին հայտնի դարձնել Հիսուս Քրիստոսի ծածուկ ծրագիրը, այնպես ինչպես որ պետք է իր կյանքի համար, իր ընթացքի մեջ։ Դրա համար աղոթքի ժամանակ Տիրոջ հետ պիտի հստակ խնդիր խնդրել Տիրոջից։ Խնդրում եմ 5-ը կարդաս, խնդրում եմ 5-ը Ոչ կարդաս։ քրիստոնյաների հետ իմաստությամբ վարվեք, առիթն օգտագործելով։ Մի րոպե, ոչ քրիստոնյաների հետ ոնց վարվել։ Իմաստությամբ վարվեք, առիթն օգտագործելով։ Օհո։ Հա, մենք այստեղ վնասված ենք։ Ներողություն եմ խնդրում, թույլ եմ տալիս ինձ այս կետին այսպես կպնեմ, որ դուք ոնց որ կարող է մի քիչ շատ է չափը, ներողություն եմ ես խնդրում եմ ինձ ներեք, բայց այսպես է դիտվում Աստծո աչքերին։ Հա, հավատացեք, աշխարհիկները քո կարիքը ունեն։ Աշխարհիկները քո միջամտության կարիքը ունեն։ Քո ձեռքերում դեղ է դրված, քո շուրթերի վրա դեղ է դրված։ Քո սրտի մեջ դեղատուն է դրված, որ կարաս դուրս քաշես շուրթերիցդ եւ իրա վերքի համար դեղ խոսաս։ Բայց քո աչքերը իրան չի տեսնում, որ արժանի մարդու։ Խնդրում եմ 5-րդ խոսքը նորից կարդաս։ Ոչ քրիստոնյաների հետ իմաստությամբ վարվեք, առիթն օգտագործելով։ Հիմա ես երկրորդ խոսքից նորից իջնում եմ։ Պողոս առաքյալը հասկանում ենք, որ աղոթել է սովորացնում Կողոսացիներին, ճիշտ է Հովիվ ջան, այդպես է գալիս, ճիշտ է։ Եվ այսպես է գալիս դասավորվածքը, որպեսզի այ իրա տված խոսքերը ես դարձնեմ աղոթք ու ես աղոթեմ, ես դարձրել եմ այսպես։ Աղոթում եմ,
գոհություն եմ հայտնում Աստծուն ամեն բանի համար, Հայր, շնորհակալ եմ քեզանից, գոհանում եմ, ինչ որ կա, ինչ որ ունեմ, ինչի մեջ որ կամ ես այսօր։ Երրորդ խոսքը, աղոթում եմ, որպեսզի Աստված մեր Հայր ինձ համար քո խոսքը բացես քարոզելու լայն պատեհություն տաս, որ կարողանամ դուռը բացես, որ կարողանամ պարզել, բացատրել մարդկանց Քրիստոսի ծածուկ ծրագիրը։ Չորրորդ խոսքը, աղոթում եմ, որ կարենամ ինչպես ինձ արժան է ամենքին հայտնի դարձնել Հիսուս Քրիստոսի ծրագիրը, այնպես ինչպես որ պետք է իր կյանքի համար։ Տվյալ մարդու կյանքի համար, այստեղ գալիս է մի դուռ է բացվում, Աստծո գերբնական իմաստության դուռն է բացվում։ Եվ Աստծո Սուրբ Հոգու դրսևորման համար առիթ ես դու ընձեռնում։ Դու Աստծո անոթն ես, դու գնացել ես մի վայրի վերո իրականության մեջ, քեզ միանշանակ Աստծո Սուրբ Հոգու դրսևորումն է պետք։ Առանց Սուրբ Հոգու դու չես կարա դրսևորվես։ Իմ կյանքում առանց չափազանցնելու եմ ասում, ջուրը ինչպես է կրանտից խմում, ոնց եք հեշտ բաժակը վերցնում եք մոտենում եք խմում։ Ես մարդկանց հետ, որ ավետարան եմ քարոզում, գիտության խոսքի, իմաստության խոսքի, հավատքի պարգևը իմ համար իմ բնականon կյանքի ապրելակերպի բնույթից է բխում։ Մնացած պարգևները ոչ թե հիմա ես չեմ պարծենում, քավլիցի Աստծո սիրուն, բայց եթե այդպես չլինի, ես ոնց ավետարան կքարոզեմ, հարգելիս։ Դա նույնն է, ոնց որ էլեկտրիկին ուղարկեն, էլեկտրոցանցը ուղարկեն, ասեն, բանը գնա շոչիկների թվերը գրի, բանալին չտան իր ձեռը։ Ոնց կա այդ մարդը բացի, բանալին պետք է լինի, չէ՞ որ բացի շոչիկները, հաշիվները, համարները գրի։ Ճիշտ եմ ասում, համաձայն եք ինձ։ Նույնն է, Աստված հոմեզի գելի բերան չի ուղարկում, հարգելներս։ Սատանայի ձեռը հո չի մատնում մեզ, լավն էր, չէ՞, գելի բերանը լավն է, չէ՞։ Հո սատանայի ձեռը չի մատնում, որ մեզի կորցնի Աստված։ Քավլիցի, նա սպառազինել է քեզ։ Ասում է դու իմ որդին ես, դու իմ դուստրն ես։ Դու իմ քաջազունն ես, գնա, որովհետև ես քո հետ եմ։ Մինչև աշխարհի վերջը ես քո հետ եմ լինելու։ Սա Տիրոջից մենք խոստմունք ունենք։ 6-րդ խոսքը խնդրում եմ կարդաս։ Հա, չէ, ներողություն, 5-ը կա, 5-ը ես էլ կարդամ 5-ը։ Աղոթում եմ, որ իմաստությամբ վարվեմ չհավատացողների հետ եւ ժամանակը ճիշտ օգտագործեմ իրանց հետ շփվելու ժամանակ։ Երբեմն մենք անկարևոր բաներ ենք անում, անկարևոր թեմաներից ենք խոսում, անկարևոր նյութերից ենք վերա, անկարևոր տեղեր ենք մեզ թույլ տալի մտնենք, իրանց նեղ անձնական հարցերի մեջ ենք մտնում ենք այն տեղերը, որտեղ մենք չպետք է խոսանք, մենք պիտի խոսանք խաչի խոսք, փրկության ծրագիր, ավետարան եւ ճշմարտության գիտություն, խաչի խոսք, փրկության ծրագիր, ավետարան եւ ճշմարտության գիտություն, այս 4 բան։ Մենք մարդկանց աշխարհին պիտի խոսանք խաչի խոսք, ճշմարտության գիտություն, ավետարան եւ փրկության ծրագիր Հիսուսի անունով։ Այս ժամանակ Տիրոջ հոգին մեզ հետ է։ Նրա դրսևորումը հիասքանչ է, վայելու չէ։ Առանց Սուրբ Հոգու ես ինչ կարամ անեմ, Տեր։ Պողոսն էլ ասում, Տեր, քո Սուրբ Հոգով ես արեցի այն առաքելական գործերը, որի մեջ դու ինձ ուղարկել ես։ Նույնը ձեզ է կանչել, հարգելներս, առաքյալների գործերը շարունակում ենք, մենք ենք շարունակում։ Առաքյալների գործերի շարունակողը դու ես։ Աղոթում եմ, որ իմաստությամբ վարվեմ չհավատացողների հետ։ Եվ ժամանակը ճիշտ օգտագործեմ։ 6-րդ խոսքը, եթե կարելի է կարդաք։ Թող շնորհով, ինչպես աղով համենված լինի, որպեսզի գիտենաք, թե ինչպես է արժան ձեզնից յուրաքանչյուրին պատասխանել։ Ձեր խոսքը ամեն ժամանակ շնորհքով աղով համենված լինի, որ գիտենաք, թե ինչպես արժան է ձեզ ամեն մեկին
Նկատում եք անհատական հարցի ա տանում։ Ամեն մեկին պատասխան տալու համար։ Հիմա իմ մոտ էսպես է ուղված։ Աղոթում եմ, որ իմ խոսքերը Աստծո շնորհքով լցված լինեն, աղով համեմված, եւ գիտենամ ինչպես պետք է պատասխանեմ յուրաքանչյուր մարդու իր կյանքին վերաբերվող Քրիստոսի ծրագիրը իր վերաբերյալ եւ հայտնեմ Աստծո ողորմությունը, իրավունքը եւ արդարությունը իր կյանքի համար։ Եվ Տիրոջ հոգին ինձ ասեց, երբ որ դու այսպես կլինես, հրաշքներ, նշաններ, բժշկությունները կգործեն քո կյանքում Հիսուսի անունով։ Եվ այստեղ ես հիշեցի Մայր Թերեզայի խոսքը, որ ասում է, այն ամենը ինչ որ խնդրեցի Աստծուց, նա ինձ չտվեց, բայց այն ամենը ինչ որ ինձ պետք էր, ես ունեցա։ Այո, հարգելներս, Հովիվ ջան, ես սրանք կտամ, կտպենք, կփոխանցենք, որպես անձնական աղոթք, մենք կաղոթենք այս խոսքերով մեր կյանքի համար, մարդկանց կյանքերում աշխատելու համար, իմաստություն կխնդրենք Տիրոջից, որ այսպիսին լինենք մենք Հիսուսի անունով։ Ամեն, ամեն, փառք Տիրոջը։ Աստվածաշունչը ասում է, որ աշխարհի որդիները մեր կերակուրն են, մեր ժառանգությունն են, մեր ունեցվածքն են։ Նրանցից է կախված մեր օրհնությունները։ Ես ստեղ մի խոսք ունեի, հիմա մի հատ ես մի ուրիշ տեղից մի խոսք հայտարարեմ, հռչակեմ ձեր կյանքերի համար։ Տեսեք, ինչպես ընտրվեցին, ինչպես բացահայտվեց մարդկանց կոչումները։ Օրինակ, ես արագ կանցնեմ, դուք հովիվ ունեք, եկեղեցում եք գտնվում, որ եկեղեցին լավ գիտության մեջ լցված է։ Օրինակ, Եղիսեին հիշում եք, Եղիայի ջուր լցնողներ ձեռքերին։ Ինչպես ընտրվեցին։ Եղիան գնաց գտավ Եղիսեին, ճիշտ է։ Գնաց Եղիսեի մոտ, ճիշտ է, եւ փոխանցեց, վերարկուն գցեց իր վրա, ասեց արի իմ հետևից։ Պետրոսին ով գտավ։ Ով կհիշի, Պետրոսին ով կանչեց առաջինը։ Բրավո, Անդրեասը կանչեց, այո, հաջորդը Փիլիպոսին ով կանչեց, Փիլիպոսին, Հիսուսը կանչեց, եթե չեմ սխալվում, Հովանեսի ավետարանի մեջ, Հովանեսին Փիլիպոսին գնաց, ասում է, հետո Փիլիպոսը գնաց Նաթանայելին կանչեց, ճիշտ է, այո, Տիմոթեոսին Պողոսը գտավ, ճիշտ է։ Այո, Պողոսին Բարնաբասը բարձրացրեց։ Ես ավելի խորը շատ ասելիք ունեմ, մենք ժամանակի սղության պատճառով բաներ կա սա հպանցիկ կանցնենք, բայց նյութը հոգին, ես ուզում եմ դուք բռնեք հոգին, մտնեք այդ հոգու ներկայության մեջ, շարժվեք Տիրոջ ջրերի վրայով։ Հարգելիներս, ես ուզում եմ հարցնեմ քեզ, ուր է քո Սամվելը, եթե դու հեղին ես։ Ուր է քո Բարնաբասը, եթե դու աշակերտների Պետրոսն ես։ Ուր է քո Պողոսը, եթե դու Բարնաբասն ես։ Ուր են քո ծառայողները, որի վրա դու աշխատում ես։ Սա դատապարտություն մի ընդունեք։ Սա նա չի, որ բայ մենք բան չենք անում, չէ, շատ լավ է, ինչ որ արել եք հրաշալի է։ Բայց այսօր ես ուզում եմ լուսավորեմ քո միտքը եւ բերեմ մի տեղ, դուք իմանաք, երբ որ դուք սկսում եք գործեք Աստծո ծրագրերով, Աստծո ծրագրերի մեջ, փոխվում է ձեր կյանքը, փոխվում է ձեր կենցաղը, կարա փոխվի ձեր աշխատանքը, կարա փոխվի ձեր նախասիրությունը, ընտրություններն են փոխվում, երբեմն երկիր կարա տեղափոխի, մենք այսօր քաղաք է տեղափոխվել մարդուն, տեսնում եք, երբ որ Տիրոջ ծրագրի մեջ է ինքը իրան գցում, երբեմն փոխվում են ազգային քաղաքակրթությունները, տեղերը, տարածքները երկրից երկիր, մենք պատրաստվում ենք ուրիշ երկիր գնալու։ Պատճառը գիտեք որն է, որտեվ ես որոշել եմ իրականացնեմ նրա կամքը։ Եվ սրա մեջ ես բավարարվածություն եմ ունենում, կատարյալ բավարարության մեջ եմ։ Բայց եկեք խոստովանենք այսօր Տիրոջ առաջ, մեր ներսում կան դետալներ անբավարարվածության։
Բայց ես ուզում եմ, հիշում եք, մենք այտենց գրեցինք, երևի ոչ մեկը էլ այդ թուղթը չեք պահել, թե պահել եք, ով է պահել, ով չի պահել, այո, մենք նորից ենք անցնելու այդ նյութը, ուղղակի մի օր քամփ պիտի անենք, չգիտեմ, մի օր երկար անենք, էլի, ասենք, կոնֆերանսի կամ սեմինարի պես անենք երկար, որտեվ սենց չի լինում, էլ ես ինչա, մեղք եմ ես, էլի, խղճացեք ինձ հարգելներս, չգիտեմ որտեղից ինչա ասեմ ասելիքս, շատ ասելիք ունեմ ձեզ եւ վստահ եմ, այս խոսքը ձեզ ֆունդամենտալ փոփոխություն է բերելու է, գիտեք ինչին, այն Դավիթը բուջուր ման չէր ինքը, ման չէր ընդամենը ինքը, ման չէր, մտավ, մեկը լսեց ինչ-որ մեկը մի բան է ասում, նախատում է Աստծո բանակին, ես ով այս Աստծո, ես ով այս անթալպատ փղշտացին Աստծո բանակին նախատում է, այդ նախանձավորությունը ինքնաբերաբար է բխում մեզանից, ոչ թե մի հատ մտածում ենք, անալիզ ենք անում, ասենք, չասենք, խոսանք, չխոսանք, երբ որ մենք լծված ենք լինում այդ նախանձավորությունից, երբ որ այդ հենց վարկյանը գալիս է, դու ասում ես, արի այստեղ սատանա, բաց թող ես մարդուն Հիսուսի անունով և գործում է Տիրոջ զորությունը, քանի որ այդ նախանձը Տիրոջից է, Տիրոջ խոսքը ասում է, Աստծո նախանձը կերավ նրան և խարազանը վերցրեց, մտավ Աստծո տաճար և ամեն անպիտան բան դուրս արեց, ճիշտ է, նոր ուխտը ասում է, որ մարդիկ են Աստծո տաճարը, ճիշտ է, քո շրջում շուրջ շրջապատում ինչքան տաճարներ կան պղծություններով լցված, ինչի գավազանը չես վերցնում ու հարցակվում այդ տաճարները մաքրելու գործով զբաղվում Հիսուսի համար, ասա կվերցնեմ, կգործեմ, կքայլեմ և Տիրոջ հոգին կշարժվի իմ միջոցով, Հիսուսի անունով, Հիսուսի անունով, Հիսուսի անունով, Հիսուսի անունով, հալելույա, խոսքի ընթացքում տեղեր կար, որ դու քեզ բռնացրեցիր, կար տեղեր, հիմա Տիրոջն ենք հայտնելու այդ տեղերը, դու Տիրոջ հետ ես, որտև մեր հարաբերությունը մարդկային երբ որ մենք այս փոխհարաբերության մեջ մնանք, կվնասվի մեր հարաբերությունը այսպես է, եթե ես ձեր մոտ խնդիր թերություն տեսնեմ և այսպես խոսեմ, կվնասվի մեր հարաբերությունը, ես ինչ իրավունք ունեմ, նախ առաջինը գանք այդ տեղից, երբ որ ես Քրիստոսի մարմնի մեջ եմ գործում, սա Տիրոջ ներկայությունն է, Տերն էլ հաստատում է իր խոսքը, Հիսուսի անունով, ամեն, սիրելի Հայր, մենք քո առաջ կանգնած ենք այսօր այստեղ Տեր, քո ներկայությունն է մեր մեջ Հայր, Հիսուսի անունով, Տեր այո, պարտադիր չի այսպես սրսուր անցնի մեր միջով, ինչ-որ մի վերապրում ունենանք, պարտադիր չի Տեր, մենք գիտենք այս խոսքը, որ մեր հոգին ախորժելի էր Տեր, մենք գիտենք, որ այս խոսքը քեզանից էր Տեր, և մենք ուզում ենք այդպես լինի Տեր, օգնիր մեզ, մենք քո կարիքը ունենք, և մենք քո զինվորներն ենք, եկեք եսով ասեմ, դու քոնը խոսա, քո մասին խոսա, Տեր ես քո ծառան եմ և այն խոսքը, որ այսօր խոսվեց, ես ուզում եմ դա ամբողջովին ես խոսեմ այդ տեսակի մեջ, գործեմ այդ տեսակի մեջ, շարժվեմ այդ տեսակի մեջ, գնամ քո ժողովրդին հավաքեմ Տեր Աստված համարձակությամբ և իրավունքով Տեր, Հիսուս Քրիստոսի անունով, ահա իմ ձեռքերը պարզում եմ դեպի քեզ, ասում եմ զորություն ուղարկի իմ վրա Տեր, զորություն ուղարկի և լայն պատեհություն տուր ինձ Տեր, որ ես կարողանամ քո խոսքը տարածեմ Տեր, հիմա մենք այս աղոթքը միաձայն, միաբերան աղոթում ենք Տեր, աղոթում եմ և գոհություն եմ հայտնում
հայտնում Աստված ամեն բանի համար, ինչ որ ունեմ։ Աղոթում եմ, որպեսզի Աստված քո խոսքի դուռը քարոզելու լայն պատեհություն տաս եւ դռներ բացես ինձ համար, որպեսզի պարզեմ, բացատրեմ մարդկանց Քրիստոսի ծածուկ ծրագիրը։ Աղոթում եմ, որ կարենամ ինչպես ինձ արժան է ամենքին հայտնի դարձնել Հիսուս Քրիստոսի ծրագիրը, այնպես ինչպես որ պետք է այդ մարդկանց կյանքերի համար։ Աղոթում եմ, որ իմաստությամբ վարվեմ չհավատացողների հետ եւ ժամանակը ճիշտ օգտագործեմ, Տեր։ Աղոթում եմ, որ իմ խոսքը Աստծո շնորհքով լցված լինի, աղով համեմված լինի, որ գիտենամ ինչպես պետք է պատասխանեմ յուրաքանչյուր մարդու Քրիստոսի ծրագիրը իր կյանքի վերաբերյալ հայտնեմ Աստծո ողորմությունը, իրավունքը եւ արդարությունը, ինչպես հասնել մարդկանց սրտերին։ Իմաստություն տուր մեզ, Հայր, իմաստություն տուր մեզ, Հայր։ Այո, այստեղ աղաղակում է, Տեր, աղաղակի ձայն կա դրսում, Տեր։ Մարդիկ աղաղակում են քեզ, Տեր, աղաղակի ձայն կա այստեղ, Տեր, աղաղակի ձայն կա, Տեր, դրսում մարդիկ աղաղակի տառապանքի մեջ են, Տեր։ Իմաստություն տուր մեզ, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով։ Օգնիր մեզ, զորացրու, Տեր, որ մենք գնանք հասնենք մարդկանց, Տեր, աղաղակի ձայնը, այս աղաղակի ձայնը դրսում տառապանքի, բանտերում նստած մարդկանց, կալանքի մեջ գտնված մարդկանց, սատանայի հնարքների մեջ ընկած մարդկանց, որ կարողանանք փրկենք քո որդի Հիսուսի անունով, Տեր, իմաստություն տուր, Տեր, մեզ, իմաստություն տուր, Տեր, եւ մենք քո կրակի բոցերն ենք, Տեր, եւ մենք կգնանք ու կհասնենք մարդկանց, Տեր, եւ մենք կբերենք քո տունը, մենք կխոսենք իրանց տան մեջ, մենք կգործենք ամենուրեք Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, Տեր։ Փառավորված եղիր, Տեր, փառավորված եղիր, Տեր, փառավորված եղիր, Տեր, փառավորված եղիր, Տեր, Հիսուսի անունով, ողջ փառքը քեզ ենք տալիս, հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն, փառք Տիրոջը, փառք Հիսուսին։